Օրինակ, եթե այսօր պարզվեր, օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին միլիոնատեր է։ Այդպես չի։ Բայց եթե պարզվեր, գալու եք ասելու եք, չէ՞ Ժորժ ջան, ո՞նց է ստացվում, որ այս երկրում ոչ մեկի որդին միլիոնատեր չի դառնում, կամ քիչ մարդկանց որդիներն են միլիոնատեր դառնում։ Բայց հենց Փաշինյանի որդին են այնքան տաղանդավոր, որ ջարը դառավ միլիոնատեր։ Կասեիք հաստատ դա, բայց հիմա չեք ասում, որ դե միլիոնատեր չի Փաշինյանի որդին։ Բայց ինքներդ ձեր մոտ լավ հարց չի առաջանում, այդ ո՞նց ստացա, որ Քոչյանի որդին էր միլիոնատեր իր նախագահության օրոք։ Ինչի էր տենց։ Ինչի էր տենց։ Հանճար է ինքը, բիզնես հանճար է։ Եթե բիզնես հանճար է, ո՞նց է ստացվում, որ այդ բիզնես հանճարները ձեր իշխանությունների օրոք միշտ եղել են ձեր իշխանավորների որդիները, փեսեքը, եղբայրները եւ այսպես շարունակ։ Եվ նույն անալոգիայով ո՞նց է ստացվում, որ մեր իշխանության օրոք մեր որդիները, փեսեքը եւ մնացածը միլիոնատեր չեն։ Պարոն Հակոբյան, Հրաչյա, դուք ինչի միլիոնատեր չեք։ Հանճարեղ չեք, հա։ Ապաշնորի մեկն եք, էլի դու ապաշնոր իշխանություն եք։ Մարդը վարչապետի անեծակը լինի ու միլիոնատեր չլինի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։